Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի գլխավոր թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Քարոզարշավի 9-րդ օրը քաղաքական ուժերը շարունակում են մարզային այցերն ու հանդիպումները, ինչպես է ընթանում նախընտրական պայքարը Հայաստանում։ Քարոզարշավը Երևանի փողոցներում երբեմն վերածվում է նաև ուղիղ բանավեճի, ինչ են ասում Փաշինյանին նրան մերժող քաղաքացիները։ Շնորհակալ եմ շատ։ Երևանից ու Մոսկվայից հնչել են կոշտ հայտարարություններ, ինչ մեղադրանքներ են հնչեցրել կողմերը։ Ռուսաստանը խոսում է տնտեսական հնարավոր կորուստների մասին, ինչ վնաս կարող է կրել Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում։ Ահազանգ են հնչեցնում Լոռու մարզի բնակիչները, ինչ է ֆիքսել մեր տեսախցիկը։ YouTube-ում շատանում են ալիքների սահմանափակման դեպքերը, ով է իրականում վերահսկում բովանդակությունը։ Դոնալդ Թրամփը Չինաստան կատարած այցը պատմական հաջողություն է անվանել, ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Պեկինի հետ։ Նախընտրական քարոզարշավի 9-րդ օրը քաղաքական ուժերը շարունակում են մարզային այցերն ու հանդիպումները, փորձելով համոզել ընտրողներին, որ հենց իրենք կարող են լուծել երկրի խնդիրները։ Օրինակ Նիկոլ Փաշինյանը թիմակիցների հետ վաղ առավոտից զբոսնում էր մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով, աղբ հավաքում ու մշակութային կյանքը քննարկում քաղաքապետ Ավինյանի հետ։ Զբոսանքի ժամանակ որոշ քաղաքացիներ նկարվում են Փաշինյանի հետ, երբեմն շնորհակալություն հայտնում խաղաղության հաստատման, թոշակները բարձրացնելու և առողջական ապահովագրության համար, բայց նրա ոգևորության վրա ժամանակ առ ժամանակ սառը ջուր են լցնում նրան մերժող քաղաքացիները։ Հաճույքով, բարև ձեզ, ոնց եք։ Շնորհակալ ենք, կիսավ Հայաստան։ Բարև ձեզ, լավ եք, լավա ձեր տրամադրությունը։ Ինչի։ Որտեղ ձեզ տեսա։ Ոչինչ, լավ որ ենք ձեզ մաղթում։ Հույս ունենք հաջորդիվ կտեսնեք նրան ու ուզում եք տեսնել։ Հաջողություն եմ մաղթում։ Շնորհակալ եմ շատ։ Մայրաքաղաքի կենտրոնի մեկ այլ հատվածում էլ քարոզարշավի ոգևորությունը կոտրել է մի քաղաքացի, որը հարցեր էր տվել Փաշինյանին։ Այդ ինչ տարածքներ դեռ պետք է զիջվեն Ադրբեջանին, որի մասին ինքն ու Արարատ Միրզոյանը պարբերաբար խոսում են։ Քվեարկելով մի քիչ տարածքներ հանձնելու։ Ոչ մի տարածքի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան որևէ տարածքի մասին խոսք լինել չի կարող։ Մի րոպե նայեք։ Մենք ինքներս ունենք խնդիր, Արցվաշենը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք է, եւ եթե մենք հրաժարվենք, չենք կարող ասենք հրաժարվել, չենք կարող ասել Արցվաշենը չկա։ Հիմա ինչպես չենք կարող հրաժարվել, բայց մեր տարածքն ասեք, որ տարածքն է, որ ուղղակի իմանանք, էլի որտեղ ենք։ Ադրբեջանի 3 տարածքները, որը Վարխուդարլի, Խելեմլի, չէ, դա սահմանազատման արդյունքում մենք լուծումներ պետք է գտնենք, թե ինչ ենք անում, որովհետև եթե Արցվաշենը հետ է գալիս ամբողջությամբ, չի կարա չգա, չի կարա չկա, կարա լինի համաձայն։ Ստացվում ենք մի օկուպանտ ենք, պարոն Փաշինյան, որ Ադրբեջանի տարածքները։ Լսեք, հիմա այդ բաները, այդ տերմինները այլևս անցյալում են, որովհետև կոնֆլիկտը հաղթարված է։ Չէ՞ որ ստեղից դուրս գալու են, պարոն Փաշինյան։ Եղբայր, հիմա մի րոպե, հարց եք տալիս, պատասխանը լսեք։ Մեր տարածքները կոնֆլիկտը հաղթարված է։ Հիմա մենք սահմանազատման արդյունքում պետք է վերջին հետևանքները լուծենք։ Քարոզարշավի օրերին իշխող ուժի ուշադրության կենտրոնում կարծես նաև մայրաքաղաքային խնդիրներն են, բայց հատկանշական է, որ բողոքները լսելի են դառնում հենց քարոզարշավի ժամանակ։ Երևանում շաբաթներ շարունակվող խցանումների, տրանսպորտային կոլապսի և քաղաքացիների դժգոհության ֆոնին իշխանությունը երթուղի է դուրս բերել 45 նոր տրոլեյբուս։ Ստացել ենք 45 նոր տրոլեյբուսներ, մինչ այս մենք երկու խմբականակ էինք գնել, 15 և եւս 15։
Եվ այս անգամ գնել են 45 միանգամից նոր տրոլեյբուսներ, որով որ ամբողջական մեր տրոլեյբուսային հին պարկը փոխարինում ենք նոր տրոլեյբուսներով։ Այսինքն հուսահատության տրոլեյբուս էլ չենք ունենա։ Այո, ռետրո, իրանց հուսահատության չկոչենք, իրանք այդքան վատը չեն, ռետրո տրոլեյբուս Բայց նոր ասում եք կարող է մի հատ տենց լավ վերականգնենք, ռեստավրացիա անենք, կամ միգուցե այլ ֆորմատով սրճարանի կամ գրադարանի ֆորմատով պահենք, այդ ամբողջապես մեր տրոլեյբուսային պարկը փոխվում է այս նոր որակյալ լավ տրոլեյբուսներով, որոնք որ առանց գծերի նույնպես երթևեկում են մոտավորապես 60 կիլոմետր։ Պարոն Ավինյան, ես ճիշտ եմ հասկացել, որ մենք այս խմբականակը ձեռք բերելու որոշում կայացրել ենք նախորդ խմբականակների աշխատանքի արդյունքը վերլուծելով եւ արձանագրելով, որ տրոլեյբուսները ռեալ Երևանում կաշխատեն։ Այո, միանշանակ տրոլեյբուսների մեր գծերը կենսունակ է, տրոլեյբուսները կաշխատեն։ Նախընտրական փուլում Նիկոլ Փաշինյանը խոստումներ է տվել նաև այն վարորդներին, որոնք նախկինում տարբեր խախտումների, այդ թվում ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա վարելու պատճառով զրկվել էին վարորդական իրավունքից։ Փաշինյանը հայտարարել է, որ նրանք հնարավորություն կունենան առանց նոր քննության վերականգնել վարորդական իրավունքները։ Որ տարին բան արիք, որ պահին վերականգնվեց, այդ տարվա համար վերականգնված վարորդին տրվում է ոչ թե 13 բան, այլ տրվում է 6 բան։ Իրոք է սպասեք, եթե այդ մի տարվա ընթացքում չի զրկվում, բանից իրավունքից չի զրկվում, արդեն վերադառնում է սովորական լիարժեք ռեժիմի, այսինքն 13 բալով։ Իրոք է։ Եթե այս 13 բանից հետո էլի ինչ-որ պատճառ զրոյանում է, այսինքն զրկվում է, դրանից հետո արդեն ոչ մի տարբերակ չկա, առանց քննության հնարավոր չի լինում վերականգնել։ Քարոզարշավի ընթացքում տեսախցիկներից չեն վրիպել նաև իշխանության ներկայացուցիչների բացահայտ նվերները։ Տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են զինծառայողի և երիտասարդ աղջկա փոխանցվում նվերներ, այդ թվում թանկարժեք ֆոտոխցիկ։ Իսկ դա ընտրակաշարք չէ։ Եթե նույն քայլերն աներ որևէ այլ քաղաքական ուժ, արձագանքը նույնը կլիներ արդյոք։ Սա երկակի ստանդարտ է, թե ոչ։ Հարցերի պատասխանները Անի Աբաղյանի ռեպորտաժում։ Փաշինյանի թիկնապահը ջերմուկում է նվեր տալիս զինծառայողին։ Ոնց տուն ենք մտել դատարկ ձեռով ոչ է մտնելու է։ Վարչապետ, բայց ես ինչ որ ասի։ Չէ, մեզ թող գնանք արդեն։ Թող գնանք։ Տիգրան Ավինյանն էլ Երևանում ֆոտոխցիկ է նվիրում եւ առաջին սելֆին անում Լիլիթի հետ։ Քարոզարշավի ընթացքում օրենքի խախտում չէ արդյոք իշխող ուժի ներկայացուցիչների արարքը։ Տիգրան Ավինյանը չի հերքել, որ նախընտրական շրջանում նվեր է փոխանցել երիտասարդ աղջկան։ Factor TV-ին էլ մանրամասներ է պատմել։ Այդ խոսքը մանկական մեր սանի մասին է, որին այցելել եմ երևի 1.5 տարի առաջ եւ ֆինանսավորում էինք փոխանցել համապատասխան մանկատուն, որպեսզի այդ տեսախցիկը գնվեր եւ չէր գնվել, մենք նորից գնում արել ենք բացարձակապես նախընտրական որևէ քարոզարշավի հետ կապ չունի։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ցուցակի падգամավորի տեխնացուն նախընտրական փուլում նվեր տալը խնդրահարույց չի համարում։ Ասում է, խոսքը մի բանի մասին է, որը 1.5 տարի առաջ պետք է տեղի ունենար։ Դանիել Իոաննիսյանը մեկնաբանելով Տիգրան Ավինյանի մասնակցությամբ տեսախցիկի նվիրատվության դեպքը, ասում է, իրենց համար առերևույթ խնդիր կա, բայց առանցքային հարց կա պարզելու։ Լիլիթը չափահաս է թե ոչ։ Մենք համարում ենք, որ այդտեղ առերևույթ քրեական օրենսգրքով արգելված արարք կա։ Այդուհանդերձ, եթե կարծես որ Լիլիթը 18 տարեկանը լրացած չի, կամ ընտրությունների պահի դրությամբ, այսինքն 10 տարի լրացած չի լինելու, այդտեղ ուրեմն քրեական օրենսգրքով արգելված արարքի տարեր չկան։ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը մեծ զրույցում ասաց, որ Լիլիթը 2006 թվականին է ծնվել։ Աղջիկը, որ Ավինյանից նվեր է ստացել ընտրությունից օրեր առաջ, 20 տարեկան է, կարող է մասնակցել ընտրությանը։ Աղջկա տարիքը պարզելուց հետո փորձեցինք նորից խոսել Դանիել Իոաննիսյանի հետ, սակայն վերջինս չպատասխանեց։ Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել է, որ ուսումնասիրում է Ավինյանի կողմից նախընտրական շրջանում երիտասարդ աղջկան ֆոտոխցիկ նվիրելու դեպքը։ Քրեական օրենսգրքի
21-րդ հոդվածում սևով սպիտակին գրված է. ընտրությունների կամ հանրաքվեի նշանակման պահից մինչև արդյունքների ամփոփումը արգելվում է թեկնածուների, կուսակցությունների դաշինքի, նրանց ներկայացուցիչների կամ նրանց անունից գործող անձանց կողմից ընտրողներին նվերներ, գումար, ապրանք կամ ծառայություններ տրամադրել, նույնիսկ բարեգործության անվան տակ։ Օրենքը վերաբերում է նաև արտոնյալ պայմաններով որևէ աջակցություն ցուցաբերելուն կամ դրա խոստմանը։ Միակ բացառությունը քարոզչական փոքր նյութերն են, որոնց արժեքը չի գերազանցում 3000 դրամը եւ դրանց վրա կա թեկնածուի կամ կուսակցության նշանը։ ԿՊԱ-ական Տիգրան Ավինյանի նվիրած տեսախցիկը ըստ երևացող կադրերի թվային տեսախցիկ է։ Արտաքինով շատ նման է Sony Compact ZV-1 կամ Cybershot RX100 շարքի մոդելներին, որոնց գինը սովորաբար մոտ $700-ից $900 սահմանում է կախված վիճակից եւ կոմպլեկտացիայից։ Հայաստանյան շուկայում կամ օգտագործված տարբերակների դեպքում արժեքը կարող է լինել մոտավորապես 250-ից 400 հազար դրամ։ Բարեգործության արգելքը խախտելու դեպքում նախատեսվում է 3-ից 6 տարվա ազատազրկում։ Իսկ ինչ մեկնաբանություն ունի հակակոռուպցիոն կոմիտեն Փաշինյանի եւ թիկնապահի զինծառայողին համատեղ նվեր բերելու դեպքի մասին։ Այստեղ բարեգործության արգելքը խախտվել է։ Կոմիտեն չի արձագանքում, իսկ Դանիել Յուանիսյանն ասում է, պետք է պարզել ինչ կա այդ տոպրակի մեջ։ Այս նվերների ֆոնին ընդդիմադիր ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը հիշեցրել է իրեն ձերբակալելու, խափանման միջոց ընտրելու օպերատիվ գործողությունները։ Ես հեռուստացույց եմ խոստանում քաղաքացուն, արդյունքը աղմկոտ ձերբակալություն եւ քրեական գործ, ընտրակաշարքի մեղադրանքով։ ՔՊ նախընտրական ցուցակի падգամավոր Տիգրան Ավինյանը Լիլիթին ֆոտոխցիկ է նվիրում, արդյունքը սիրուն տեսանյութեր, PR եւ լիակատար լռություն իրավապահների կողմից։ Հարց 1. Արդյոք Ավինյանին գաղտնալսել են։ Հարց 2. Ինչու սա ընտրակաշար կամ բարեգործական արգելքի խախտում չէ։ Հարց 3. Սա երկակի ստանդարտ է, թե ոչ։ Ղումաշյանը ԿՊԱ-ականներին օրենքի առաջ արտոնյալ է համարել, իսկ իր նկատմամբ կատարվածը քաղաքական հետապնդում։ Անի Աբաղյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև արտաքին քաղաքականությունից։ Նա հայտարարել է, որ Հայաստանն այլևս թույլ չի տա, որ արտաքին ուժերը երկիրը օգտագործեն իրենց շահերի համար, ապա քննադատել է ՀԱՊԿ-ին եւ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոին։ Այսօր կան քաղաքական ուժեր, ովքեր ասում են, որ մենք պետքա չէ երաշխավորներ ունենանք եւ այլն եւ այդպես շարունակ։ Երաշխավորների թեման իրականում շատ զգայուն թեմա է մեզ համար, ինչու, որովհետեւ երբեմն մենք մոռանում ենք, որ մենք այդպիսի ռեժիմում ապրել ենք, երբ որ մենք ունենք պայմանագրային դե յուրե պարտադիր իրավական ուժ ունեցող պայմանագրային բազա, երբ որ մենք ունենք անվտանգության երաշխավորներ, ովքեր պետքա պահեն մեր անվտանգությունը, բայց այդ անվտանգության երաշխավորներից մեկը ըստ էության շատ բաց եւ թափանցիկ հայտարարություն արեց պաշտոնական այցով Բաքվում գտնվելու ժամանակ, խոսքը Բելարուսի նախագահի մասին է, որ ինքը մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստական աշխատանքներից։ Այդ մարդը մեր անվտանգության երաշխավորներից մեկն էր, հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ։ Եվ գնալ ամեն անգամ նույն փոստի վրա կանգնել պարզապես չի կարելի։ Մենք ասում ենք, մենք ի վերջո պետք է հաղթահարենք այն ցիկլը, երբ որ մեզ թույլ ենք տալիս, որ ուրիշները օգտագործեն ուրիշների դեմ եւ դեն շփոթեն։ Իդեպ վերջին օրերին հայ-ռուսական հարաբերությունների թեման նույնպես կոշտ երանգներ է ստացել։ Երեք Արմավիրում անցկացված հանրահավաքի ժամանակ Փաշինյանը կրկին անդրադարձել է նախկին իշխանություններին եւ ընդդիմությանը, նրանց մեղադրելով պատերազմի վտանգ ստեղծելու համար։ Նա միաժամանակ հայտարարել է, թե Ռուսաստանը դավաճանել է Հայաստանին ու Արցախին։ Նրանք ուզում են սպանել մեր 9 ամսյա խաղաղությունը։ Նրանք խոսում են, թե մենք ի վիճակի չենք հոգ տանել մեր 9 ամսյա մանուկի նկատմամբ։ Նրանք ուզում են բերել երաշխավորներ, որոնք
2020 թվականին, 2020 թվականին, 2022 թվականին, 2023 թվականին դավաճանեցին Հայաստանին եւ դավաճանեցին Ղարաբաղի ժողովրդին։ Նրանք էլի ուզում են բերել այդ երաշխավորներին Հայաստանի ժողովրդին հերթական անգամ թնդանոթի միզ դարձնելու համար։ Երևանից հնչող մեղադրանքներին զուգահեռ Մոսկվան շարունակում է կոշտ ազդակներ ուղարկել Հայաստան։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանը վաղ թե ուշ ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության միջև։ Նրա խոսքով Ռուսաստանը չի կարող անտարբեր հետևել, թե ինչպես է Երևանը ԵԱՏՄ-ի հնարավորություններից օգտվելով միաժամանակ խորացնում հարաբերությունները Եվրամիության հետ։ Իհարկե, ինչպես բազմիցս ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մենք կհասկանանք հայ ժողովրդի ցանկացած ընտրություն։ Նրանք խոսում են Եվրամիությանը մերձենալու իրենց ցանկության մասին։ Մենք բազմիցս ասել ենք, որ ԵԱՏՄ-ին եւ ԵՄ-ին անդամակցությունն անհամատեղելի է։ Հայաստանը շատ լավ հասկանում է դա։ Ինչ որ պահի նրանք ստիպված կլինեն նման ընտրություն կատարել, եթե որոշեն դա անել։ Սա մեկ օրում նման երկրորդ հայտարարություններ։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարն էլ է անդրադարձել այդ հարցին։ Ռուսաստանում բաց տեքստով են խոսում այն մասին, որ Հայաստանի բազմավեկտոր քաղաքականությունն այլևս հավասարակշռված չեն համարում։ Մինչ Երևանը հայտարարում է, որ եվրոպական ուղղությունը չի նշանակում ԵԱՏՄ-ից դուրս գալ, Ռուսաստանը փորձում է հասկանալ, վերջնականապես որ ճանապարհն է ընտրելու Հայաստանը։ Նախընտրական քարոզով է զբաղված Փաշինյանը եւ չի մասնակցի մայիսի վերջին Ղազախստանում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին։ Այս առիթով Մոսկվայից հերթական կոշտ ակնարկն է ուղղվել Հայաստանին։ Երևանը կարող է կորցնել Եվրասիական տնտեսական միության շրջանակում ունեցած բոլոր արտոնությունները, հաշվի առնելով, թե ինչպես է Արևմուտքը, հետևելով որոշ այլ ԱՊՀ անդամների օրինակին, փորձում ենթարկեցնել Հայաստանին եւ խզել Հայաստանի փոխշահավետ տնտեսական առևտրային եւ ներդրումային կապերը ԱՊՀ եւ ԵԱՏՄ գործընկերների հետ։ Օդում կախված հարցեր կան, որ պետք է քննարկել Ղազախստանում, հավելել է Լավրովը։ Պաշտոնական Մոսկվայի պահանջը Հայաստանից մեկն է՝ ընտրությունը Բրյուսելի կամ Մոսկվայի միջև, որի պատասխանը Նիկոլ Փաշինյանը շարունակում է ձգձգել։ Ռուսաստանի նախագահը բավականին հստակ կարծում եմ հայտարարեց, որ առաջիկա գագաթնաժողովում ճիշտ կլինի, որպեսզի Հայաստանը իր դիրքորոշումը հստակեցնի։ Ես կարծում եմ հատկապես հիմա Ռուսաստանի համար սա է ամենակարևոր եւ ռազմավարական առումով ամենաառաջնահերթ խնդիրը Հայաստանի հետ հարաբերություններում։ Ինչու Երևանը մինչև հիմա չի ընտրում կողմերից որևէ մեկին։ Պատճառը միայն տնտեսությունը չէ։ Նախընտրական փուլում հակառուսական հռետորաբանությունը իշխանության համար նաև ներքաղաքական գործիք է, կարծում են քաղաքագետները։ Այս փուլում հակառուսականությունը իշխանության համար խաղում է որպես նախընտրական քարոզարշավի էլեմենտ։ Իշխանությունը փորձում է դրա միջոցով հավաքել այն ընտրազանգվածի ձայները, ովքեր հակակրանք ունեն Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Սակայն նույն իշխանությունները նաև հասկանում են Հայաստանի տնտեսությունը չափազանց խորն է կապված ԵԱՏՄ շուկայի հետ։ Ռուսաստանից էլ արդեն ոչ միայն հայտարարություններ են հնչում, այլև ուղիղ սահմանափակումներ են կիրառվում հայկական մի շարք ապրանքների մուտքի եւ իրացման վրա։ Պրոշյանի կոնյակի լիցենզիայի հնարավոր զրկումից մինչև ջերմուկի միլիոնավոր շշերի վաճառքի արգելք։ Այս հայտարարություններին պետք է չափազանց լուրջ վերաբերվել, քաղաքագետն է պնդում։ Որոշակի ապրանքատեսակներ արդեն հարգելվում են Ռուսաստան մուտք գործել, լարսում խոչընդոտներ կան եւ այդ ամեն ինչը գնալով ավելի է խորանալու եւ պատճառը Հայաստանի գործող կառավարության քաղաքականությունն է։ Կրեմլը կարող է ուժեղացնել ճնշումը, իսկ այդ ճանապարհին Մոսկվայի հիմնական լծակը տնտեսությունն է։ Ստեփան Դանիելյանի տվյալներով Հայաստանից արտահանվող գյուղմթերքի մոտ 98%-ը իրացվում է ԵԱՏՄ երկրներում, հիմնականում Ռուսաստանում, իսկ ալկոհոլային խմիչքների արտահանման շուրջ 78%-ն է բաժին ընկնում նույն շուկային։ Հայաստանի համախառն ներքին արտադրանքի 38%-ը կապված է Ռուսաստանի կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններով։ Եվրոպական միության հետ, ամբողջ Եվրոպական միության հետ, 27 երկրի հետ, դա մոտ 10%-ն է։ Այսինքն սա նշանակում է, որ որևէ կերպ փոխարինել այդ վնասները, որ կլինեն Ռուսաստանից Եվրոմիության հետ,
դա հնարավոր չի։ Իսկ դա իր աղետալի արդյունքներն է ունենալու Հայաստանի տնտեսության վրա։ Բայց եթե Մոսկվան իսկապես դժգոհ է Երևանի քաղաքականությունից, ինչու պարզապես չի գնում ամենակոշտ ճանապարհով, Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին դադարեցնելով։ Արա Պողոսյանի կարծիքով Ռուսաստանը դեռևս շահագրգռված է Հայաստանն իր ազդեցության գոտում պահելով։ Ռուսաստանում լավ են հասկանում, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու պարագայում ուղղակի ճգնաժամային իրավիճակում կհայտնվի, տնտեսական բավականին վատ վիճակ, էներգետիկ վատ վիճակ, ինչը այս պահին հավանաբար գործիք է ազդեցություն գործելու Հայաստանի իշխանությունների վրա։ Իսկ վերընտրվելու դեպքում Փաշինյանի քաղաքական հռետորաբանության կտրուկ փոփոխություն է լինելու, հավաստիացնում է քաղաքագետը։ Կտեսենք շատ ավելի փափուկ հռետորաբանություն, չեմ բացառում, որ նաև կփորձեն այսպես մեղմել Ռուսաստանի հետ հարաբերությունները, հատկապես ԵԱՏՄ-ից դուրս գալու առումով, այսպես փորձելով հանգստացնել գործընկերներին, որ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ։ Լավրովի հայտարարությունից առաջ Պուտինն էր ապրիլի 1-ին եւս մեկ անգամ հիշեցրել ԵՄ-ԵԱՏՄ կարևոր ընտրության մասին։ Իսկ այդ պատասխանը Պուտինի պնդմամբ պետք է որոշվի ոչ թե Մոսկվայում կամ Բրյուսելում, այլ հունիսի 7-ի ընտրություններին Երևանում։ Սեդա Կյուրեղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Այս ֆոնին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՏԱՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է. Երևանը հասկանում է, որ Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի միջև միաժամանակ գտնվել է երկարաժամկետ հնարավոր չէ։ Նրա խոսքով, եթե նման որոշման անհրաժեշտություն առաջանա, այն պետք է կայացնեն Հայաստանի քաղաքացիները։ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների տնտեսական կողմին անդրադարձել է նաև Պետդումայի նախագահ Վլաչեսլավ Վոլոդինը։ Նա հայտարարել է, որ 2025 թվականին երկու երկրների ապրանքաշրջանառությունը նվազել է ավելի քան 45%-ով։ Իսկ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կարող է երկրի տնտեսությանը հասցնել միլիարդավոր դոլարների վնաս։ Փորձագետների գնահատականներով ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կարող է արժանալ երկրի ՀՆ-ի 15-ից 20%-ի կորուստ, առնվազն 5 միլիարդ դոլար։ Հայաստանի Եվրամիությանն անդամակցելու ձգտումների մասին խոսակցությունների ֆոնին մեր երկրի հետ ապրանքաշրջանառությունը 2025 թվականին կտրուկ նվազել է 45.4%-ով, եւ այս բացասական միտումը պահպանվում է։ Բացի իրացման հսկայական շուկա մուտք գործելուց, Հայաստանը արտոնություններ է ստացել էներգետիկայի ոլորտում։ Մեր երկիրը Հայաստանին գազ է վաճառում 1000 խորանարդ մետրի դիմաց 177.5 դոլարով։ Այդ նույն ժամանակ Եվրոպայում գինը կազմում է 633 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց։ Հայաստանի արտահանման 25%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին։ Իշխանության հայտարարություններին արձագանքել է նաև ընդդիմությունը։ Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Արարատի մարզում հայտարարել է, որ իշխանությունը սեփական սխալների պատասխանատվությունը փորձում է բարթել Ռուսաստանի վրա։ Քոչարյանը նաև նշել է, որ բոլոր հնարավոր աղետները Հայաստանի գլխին բերելուց հետո իշխանությունը հիմա էլ գնում է ժողովրդին սովի մատնելու ճանապարհով։ Այս մարդիկ, այս իշխանությունը էլ ինչ պիտի անի, որ Հայաստանում չմնա գոնե մեկ մարդ, որը իրենց աջակցի։ Ինչ վատ բաներ հնարավոր էր անել, արեցին։ Հրահրեցին պատերազմ, պարտվեցին։ Տվեցին 5000-ից ավել զոհ, վիրավորներ, հողեր։ Հասան Հայաստանի հողերին, Հայաստանի հողերը տվին։ Հիմա էլ ինչ կարող են անել։ Երևի մնացել է մեկ բան, ժողովրդին սոված թողել։ Հիմա այդ ճանապարհն են բռնել։ Այս երկու օրը լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ։ Այ մարդ ինչ ունեք, մեծ երկերը հանգիստ թողեք։ Իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ Ռուսաստանի վզին։ Հաշվի չառնելով, թե ինչքան է մեր տնտեսությունը կախված այդ երկրի հետ։ ԵԱՏՄ-ի ընդհանրապես համակարգի հետ։ Հիմա մենք ինչ ենք ուզում։ Ոնց ենք ուզում ապրել ընդհանրապես, չունենալ բարեկամ, չունենալ դաշնակից, լինել մենակ այստեղ, ամբողջ հույսը կապել Ալիևի կամքի հետ, Ալիևի կմաճույքի հետ, սա ենք մենք ուզում։
Նայեք, երբ մենք մեղադրում ենք իրենց, որ պատերազմ եք հրահրել եւ ավելի քան 5000 զոհ ենք տվել, ինչ են մեզ ասում։ Խի եք թիվ ավելացնում։ 5000 չի քիչ է, հատկապես մի պաշտոնյա կա, Հայաստանի ամենից տկամ պաշտոնյան։ Քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերը շարունակում են խոսել ոչ միայն ներքաղաքական պայքարի, այլև անվտանգության ու խաղաղության թեմաների մասին։ Արագածոտնում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառիկոյանը հայտարարել է, որ խաղաղությունը պետք է լինի ոչ թե բանավոր խոստումների, այլ հստակ գրավոր փաստաթղթի տեսքով։ Նա անդրադարձել է նաև գերիների խնդրին, սահմանային իրավիճակին ու Ադրբեջանի հայտարարություններին, նշելով, որ հասարակությունը չգիտի, թե իրականում ինչ պայմանների շուրջ են ընթանում բանակցությունները։ Այսօր մեր ասենք թե տղաները, զինվորները գերի են, նախագահները գերի են, գեներալները գերի են ու մենք խաղաղություն ենք բերել։ Ամբողջ սահմանի վրա Ադրբեջանի զորքեր նստած թելադրանքով մենք այդ բանի պես ապրում ենք, որ երբ ինչ պետք է ասեն, ինչ բաժնեն, կատարենք, եթե չէ պատերազմը։ Ասում են, տես բան չի եղել, ես ասեմ 2025 թվականի դեկտեմբերի 25-ին կա ամեն ինչ էլ կա, որ Ալիևը ասում է, որ արագացեք, իմ ժողովուրդը պետք է գա բնակվի։ Տանկերով չեն գալու, գալ են ավտոբուսներով, բայց եթե հանկարծ մեկին նեղացեցիք, զորքը բերելու եմ շարեմ։ Որը դա ինստինկտյան ժողովուրդ ջան, ես ասեմ, ես այս երկրում ծնվել մեծացել եմ, այս երկիրը սիրում եմ, ինչ որ արել եմ, իմ երկրի համար ոլորտը լսել եք, տեսել եք, որ ոլորտը միայն մի ոլորտ սպորտն են վերցրել, որ ասենք թե 8 տարի մեդալ չեղե, սպորտմեն չեղե, սա գնացել է։ Այսօր միակ ոլորտն է երկում, որ կարաս հպարտանաս, ասես, բայց էլի իմ ուզածով չի, որ բոլոր գյուղերում սպորտ դպրոց պետք է լինի, որ երեխան փողոցից կտրվի։ Դպրոց եք սարքեխի գյուղերում, ասենք սպորտ դպրոց, որ երեխան փողոցից կտրվի, որ առողջ սերունդ ունենան։ Առաջնայինը, ես ասեմ, դպրոց են կառուցել, լավ են արել, իհարկե անհրաժեշտ է, բայց հիմնականում պետք է լիարժեք ճիշտ օգտագործի գումարները։ Նախընտրական պայքարը Հայաստանում շարունակում է ուղեկցվել փոխադարձ մեղադրանքներով ու դատական գործընթացներով։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը հայտարարել է, որ զրպարտության համար դատական հայց է ներկայացրել հանրային հեռուստաընկերության դեմ։ Պատճառը մայիսի 3-ի լրատվական թողարկումն է, որտեղ ըստ կուսակցության սխալ տեղեկություն է տարածվել, թե ընդդիմության միասնական թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։ Ուժեղ Հայաստանը պահանջում է հրապարակային հերքում, հիշեցնելով, որ իրենց վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Նախընտրական լարված ֆոնին Երևանում արձանագրվել է ևս մեկ միջադեպ։ Մետրոպոլիտենում քաղաքացիական պայմանագիր կուսակցության պաստառի վրա X նշան դնելու համար բերման են ենթարկել կանադահայ Շողիկ Շահբազյանին։ Նրան ժամեր շարունակ պահել են ոստիկանությունում, ապա ազատ արձակել։ Տեղեկությունը հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Փաստաբանի խոսքով կնոջ նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ քարոզչությանը խոչընդոտելու հոդվածով։ Կանխատեսումս ճիշտ էր, կարճ ժամանակ գրառումից հետո անծանոթ մեկ այլ համարից զանգ եմ ստանում, հավանաբար քննիչի համարն էր, առանց միանգամից փոխանցում են։ Տիկին Շողիկին, որը ասում է, որ այդ պահին իրեն ազատում են, կարգավիճակը ոնց որ թե ձերբակալված, այդպես էլ լավ չհասկացանք, լավ բացատրությունից պարզ չեղավ, ամեն դեպքում որպես վկա հարցաքննած են եղել և անհասկանալի է, թե ինչ քրեական հոդվածով։ Քարոզարշավին խոչընդոտել ասեց ոնց որ թե Սերգեյի հետ ենք, Սերգեյն էլ եկավ ասավ, Քարոզարշավին խոչընդոտել, Քարոզարշավին խոչընդոտելը ինչ կապ ունի, ասենք առանձին վարչական իրավախախտում կա, քարոզչական նյութերը վնասելու հետ կապված, ինչ նշանակում քրեական, աբսուրդ էլի։ Մարդ, որը որևէ մեկը չի ճանաչում Հայաստանում, մենակ է ապրում, չասեմ տարիքով տիկին, մեզնից մի քիչ տարիքով երևի մեծ։ Եվ տենց էլի վերցրել են հեռախոսները վերցրել են, այս մարդն ասում ախր ես հեռախոսով առանց հեռախոս չկարամ անեմ, բանկային ինչ-որ բաներ, հավելվածներ, ամեն ինչ էլի, հեռախոսահամարներ, վաղ պայմանավորվածություններ, աշխատանք, չգիտեմ, սենց բաներ է տեղի ունենում, էլի, հիմա այդ կինը իմ համարը չունենար, չգիտեմ էլ որտեղից ուներ, չզանգահարել, այս դեպքի մասին չենք իմանա։
Վերջին շրջանում մեր խմբագրությունը բազմաթիվ ահազանգեր է ստանում Լոռու մարզից։ Բնակիչները պնդում են, որ Փամբակ գետի մեջ շինաղբ է լցվում, գետի հունը փոխվում է, իսկ դրա վրա տարբեր շինություններ են կառուցվում։ Մեր նկարանող խումբը մեկնել է Լոռի հասկանալու, թե իրականում ինչ է կատարվում։ Տեղում ֆիքսված պատկերները բնակիչներն արդեն բնապահպանական աղետ են անվանում։ Գետը դուրս է եկել ափերից ու լցվել արտադրական տարածք, իսկ քաղաքացիներից մեկը սեփական տարածք հասնելու համար ստիպված է բառացիորեն ջրի միջով անցնել։ Ինչ է ֆիքսել մեր տեսախցիկը, ինչ են պատմել տեղի բնակիչները, տեսանյութում։ Վանաձորում քաղաքացին իր սեփական տարածք ստիպված է հասնել այսպես։ Փամբակ գետն է դուրս եկել ափերից ու լցվել քաղաքացու արտադրական տարածք։ Արդեն 1 տարուց ավելի է, ինչ Լոռու մարզում տարբեր անձինք չորացնում են Փամբակ գետի հունը, շինարարական աղբ, հող, քար ու ավազ լցնում, փոխելով գետի հունը։ Հետո ցամաքած տարածքի վրա շինարարություն են անում։ Արդեն հասցրել են կառուցել լցակայան, սննդի կետ ու լվա ինքդ։ Բացի օբյեկտից ուրիշ ինչ են սարքում։ Այդտեղ զապրավկայա մեկ է օբյեկտ է, իսկ հաջորդը, որ էլի սենց արել են, այդ M6-ից, որ հենց աչ եք թեքվում, պուճուր մոստիկ եք ասնում, ճիշտ է, հենց այդտեղ կանգնեք, այդտեղից էլ է երևում, ընդեղ էլ է էլի բենզակալոնկայա լվա ինքդ բանը, այդտեղ էլի լրիվ գետի վրա են եկել։ Սեփականատերը դիմել է իրավապահներին, քննչական կոմիտեն դեռ 1 տարի առաջ եկել է, նկարել է տարածքը, դրոնով հստակեցրել կոորդինատներն ու հեռացել։ Քրեական վարույթ են նախաձեռնել, սակայն սա էլ տեղից չի շարժվում։ Այս հողը լրիվ լիցրած ասա չպետք է այն։ Որ հողը։ Այն է, որ երևի Փարիզից են կոմեն հողը։ Հա։ Այդ հողը արդեն լիցք է։ Այդ գետի վրա։ Ու գետի վրա է։ Ուլը մի 4 մետր իրանք սենց մաքրեցին յանի։ Սեդա Մակարյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իդեպ գետի տարբեր հատվածներում շինարարական աշխատանքները շարունակվում են նաև հիմա։ Տեղացիները պնդում են, որ բնությանը հասցված վնասները մեծանում են, իսկ որոշ կառուցապատողներ գործում են օրենքի սահմաններից դուրս։ Թեմային առավել մանրամասն կանդրադառնանք մեր առաջիկա թողարկումներում։ Այսօր շատերի համար սոցիալական հարթակները դարձել են ոչ միայն ժամանցի, այլև տեղեկություն ստանալու ու կարծիք արտահայտելու հիմնական վայրերից մեկը։ Հատկապես YouTube-ը, որտեղ ամեն օր հրապարակվում են հազարավոր քաղաքական, վերլուծական ու հասարակական թեմաներով տեսանյութեր։ Բայց վերջին շրջանում ավելի հաճախ են խոսում ալիքների անհետացման, տեսանյութերի ջնջման եւ էջերի սահմանափակման մասին։ Այդ դեպքում առաջանում է կարևոր հարցեր։ Ով է որոշում, թե որն է թույլատրելի, իսկ ինչը ոչ։ Համակարգը միշտ ճիշտ է աշխատում, թե երբեմն որոշումների վրա կարող են ազդել նաև զանգվածային բողոքներն ու քաղաքական շահերը։ Ինչպես է YouTube-ը որոշում, որ ալիքն է խախտում կանոնները, ռեպորտաժում։ Այսօր մարդկանց ձայնը երբեմն սահմանափակված է ալգորիթմներով ու պետության կանոններով։ Իսկ ով է որոշում ինչն է թույլատրելի սահմանում, իսկ ինչը ոչ։ Յուրաքանչյուր 1 րոպեում YouTube-ում վերբեռնվում է ավելի քան 500 ժամ տեսանյութ։ Ակնհայտ է, որ մարդկային գործոնն անկարող է ամեն բան իր վերահսկողության տակ պահել։ Հենց այդ պատճառով YouTube-ն ունի կանոններ, որոնք կոչվում են համայնքի ուղենիշներ կամ ինչպես ասում են community guidelines։ Դրանք կանոններ են, որոնք արգելում են օրինակ ատելության խոսքը, բռնության կոչերը, ապատեղեկությունը, հեղինակային իրավունքի խախտումները եւ այլ բովանդակություն։ Սակայն այստեղ առաջանում է ամենաբարդ հարցերից մեկը, որտեղ է ավարտվում վտանգավոր բովանդակությունը եւ որտեղ է սկսվում պարզապես անհարմար կարծիքը։ YouTube-ն ունի թե ավտոմատ, թե մարդկային մոդերացիայի համակարգ։ Ալգորիթմը օրինակ անդադար ստուգում է բովանդակությունը եւ եթե կարծում է, որ ինչ-որ բան կանոնի խախտում է, տեսանյութը կամ ջնջվում է, կամ ստանում է քիչ տարածում, կամ էլ ամբողջ ալիքը ստանում է ծանուցում, ինչպես ասում են strike։ Այդպիսի 3 ծանուցման դեպքում ալիքը փակվում է։ Կա եւս մեկ մեխանիզմ, որի մասին շատ քչերն են խոսում՝ mass reporting։ Սա այն դեպքն է, երբ բազմաթիվ մարդիկ կարճ ժամանակում բողոքում են նույն ալիքի կամ տեսանյութի դեմ, այս դեպքում ալգորիթմը ավտոմատ արձագանքում է։ Եվ ահա այս դեպքում, երբ խումբը կազմակերպված նույն ժամին բողոքում է նույն ալիքի դեմ, ապա այն կարող է կասեցվել, ոչ թե այն պատճառով, որ բովանդակությունը կասկածելի է, այլ այն պատճառով, որ ծրագիրը կարծեց, թե խնդիր կա։ Եվ դա ամենամեծ ու լուրջ բացն է համակարգում։
Սակայն ամեն ինչ ավելի է բարդանում, երբ ընդհանուր պատկերին ավելացնում ենք կառավարությունների ու պետությունների դերը։ Կարող են պետությունները դիմել YouTube-ին։ Պատասխանն է այո։ Եթե կառավարությունը կարծում է, որ ալիքը խախտում է օրենքը, սպառնում է ազգային անվտանգությանը կամ նվաստացնում է պետության արժանապատվությունը, ապա YouTube-ը գործին ընթացք է տալիս։ YouTube-ը ինքն է ամեն կիսամյակ հրապարակում թափանցիկության զեկույցներ, որտեղ ներկայացված է, թե որ կառավարությունն ինչ պահանջ է ներկայացրել։ 2025-26 թվականի տվյալները դեռ մշակվում են։ Google-ի թափանցիկության տվյալները ցույց են տալիս, որ բովանդակության հեռացման հարցումների պահանջով 2020-ից 24 թվականներին Հայաստանի կառավարությունը ներկայացրել է 7 հարցում, որոնք հիմնականում առնչվել են հեղինակային իրավունքների եւ անձնական տվյալների պաշտպանության հիմքերին։ YouTube-ը հայտարարում է, որ ուսումնասիրում են նման դիմումները եւ գործում տվյալ երկրի օրենքների շրջանակում։ Սակայն այստեղ կրկին զգայուն հարց է առաջանում. եթե որևէ իշխանություն հայտարարի, որ տվյալ բովանդակությունը վնասում է պետությանը, դա բավարար հիմք կարող է դառնալ ալիք փակելու համար։ Վերջին ամիսներին Հայաստանում մեդիա եւ բլոգինգի դաշտում YouTube-ի ալիք փակելու մի քանի դեպք է եղել։ Վերջին թարմ օրինակը 24 News-ի YouTube-ի ալիքն էր, որը երկար բանակցություններից հետո վերադարձվեց։ Ես վստահ եմ, որ սա իրականացվել է Երևանից պատվերով, ես վստահ եմ, որ այս ամեն ինչը դեռ շարունակվելու է, ես վստահ եմ, որ այս ամեն ինչը կապ ունի ընտրությունների հետ, ես վստահ եմ, որ այն անոնսավորված հիբրիդային հարձակում կոչեցյալը կամ պատերազմ կոչեցյալը, որի մասին խոսում են մեր իշխանությունները, դա հատուկ անոնսվել էր, որպեսզի դրանով հետագայում ում ուզեն եւ ինչ ուզեն անեն։ Մոտ 2 շաբաթ առաջ էլ YouTube-ից հեռացվեց Զինքի YouTube-ի ալիքը, որտեղ հեղինակը Անի Առաքելյանը պատմում էր պետության ու պատմության էջերի մասին։ Ավելի ուշ հեղինակը հայտարարեց, որ ազգային հարթակի YouTube-ի ալիքի փակման վերաբերյալ իրենց կասկածներն անհիմն չէին։ Խնդիրը տեխնիկական չէր, կատարվածի հիբրիդային պատերազմի դրսևորում է եւ ոչ արտաքին թշնամիների կողմից։ Մեզ համար դա ընդհանրապես հերթական հիշեցումն էր, որ երբ ազգային միտքը սկսում է ազդեցություն ունենալ, այն սկսում է նաև անհանգստացնել, խանգարել։ Իսկ ում էր ձեռնտու այն արգելափակել, եթե դրանում չկա բռնություն, չկա բռնության կոչ, չկա թշնամանք։ Ում էր ձեռնտու այս ամենը։ Բնականաբար ազգի ներքին եւ արտաքին թշնամիներին, ովքեր կարծես թե արդյունավետ համագործակցում են։ Ստացվում է մի կողմից հարթակները փորձում են պայքարել վտանգավոր բովանդակության դեմ, մյուս կողմից աճում են մտահոգությունները, որ ալգորիթմներն ու փակ որոշումները կարող են սահմանափակել նաև խոսքի ազատությունը։ Իսկ վերջում հարց է առաջանում. մեր ժամանակներում մարդկանց ձայնը լռեցնում է պետությունը, թե ալգորիթմը։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև շարունակվում են ռազմագերիների ու զոհված զինծառայողների փոխանակումները։ Այս անգամ Մոսկվան Կիևին է փոխանցել 528 զոհված զինծառայողի աճուն։ Կողմերը փոխանակել են նաև ռազմագերիներ 205-ը 205-ի դիմաց սկզբունքով։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խոսքով սա ավելի լայն 1000-ը 1000-ի դիմաց փոխանակման առաջին փուլն է։ Մինչ այդ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստան կատարած այցը պատմական հաջողություն է անվանել։ Նրա խոսքով Պեկինի հետ ձեռք է բերվել կարևոր առևտրային պայմանավորվածություններ, հատկապես էներգետիկայի եւ ավիացիայի ոլորտներում։ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը պատրաստվում է ամերիկյան ընկերություններից հարյուրավոր ինքնաթիռներ ու շարժիչներ գնել։ Սա վերջին 9 տարում ԱՄՆ նախագահի առաջին այցն էր Պեկին։ Միջազգային լարվածության ֆոնին Միացյալ Նահանգները հայտարարում է. Իսրայելի եւ Լիբանանի միջև հրադադարը կերկարաձգվի եւս 45 օրով։ Reuters-ի փոխանցմամբ Վաշինգտոնը վերջին բանակցությունները գնահատել է արդյունավետ եւ հայտնել, որ կողմերը հունիսի սկզբին կրկին կվերադառնան բանակցային սեղան։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը չինացի գործընկերոջ Սի Ցզինփինի հրավերով կայցելի Չինաստան հայտնում են Կրեմլից։ Այցի ընթացքում առաջնորդները կքննարկեն երկկողմ հարաբերությունները եւ համապարփակ գործընկերության ու համագործակցության ամրապնդումը։ Սի Ցզինփինն էլ ընդունել է Վաշինգտոն այցելելու Թրամփի հրավերը։ Հիշեցնենք, որ Թրամփի Պեկին այցի ժամանակ Միացյալ Նահանգների նախագահը Սի Ցզինփինին հրավիրել էր նահանգներ։ Պեկին այցելությունից հետո Թրամփը պատմել է, որ եղել է Սի Ցզինփինի Պեկինյան նստավայրում եւ որ մարդիկ երբեք նման գեղեցկություն չեն տեսել։ BRICS երկրների արտգործնախարարների հանդիպումն ավարտվել է առանց միասնական հայտարարության, հիմնական տարաձայնությունը եղել է Իրանի շուրջ դիրքորոշումների պատճառով։
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևը հանդիպել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ։ Աշխատանքային հանդիպումը տեղի է ունեցել Կազանի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերությունները, ինչպես նաև ապրիլի 16-ին օկուպացված Կովսականում կայացած Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական պետական հանձնաժողովի 24-րդ նիստի արդյունքները։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը Աստանայում Ղազախստանի նախագահ Կասիմ Ջոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո տեղեկացրել է, որ քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունների լայն շրջանակ, ածխաջրածնային հանքավայրերի շահագործումից մինչև հանքանյութերի տեղափոխում։ Նա խոսել է էներգետիկ անվտանգության հիմքերն ամրապնդելու, էներգիայի աղբյուրները դիվերսիֆիկացնելու մասին։ Ղազախստանի Մեջլիսի падգամավորը լրագրողներին բողոքել է, որ իր աշխատավարձը չի բավականացնում առօրյա ծախսերի եւ երեխաների խնամքի համար։ Նրա խոսքով նա կնոջը խնդրել է եւս աշխատանք փնտրել։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում էբոլա է բռնկվել, գրանցվել է վիրուսով վարակման մոտ 246 դեպք եւ 65 մահ։ Հիմնականում ոսկու արդյունահանմամբ զբաղվող Մոնգվալո եւ Ռուամպարա քաղաքներում։ Հնարավորության դեպքում աշխատեք տնից, խուսափեք ավելորդ արտասահմանյան ճանապարհորդություններից, գնեք ավելի քիչ ոսկի, սպառեք ավելի քիչ վառելիք։ Արդեն 3 ամիս մերձավոր արևելքում տիրող իրավիճակի ֆոնին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հնդիկներին կոչ է արել ավելի զուսպ ապրել եւ քիչ գումար ծախսել։ Նման կոչ վարչապետը վերջին անգամ արել էր COVID-19-ի համավարակի ժամանակ։ Սադամ Ակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այժմի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ABC լուրերի ամփոփիչ թողարկումը ժամը 21-ին է, կհանդիպենք։